Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Ռազմածովային նավատորմում իր ավելի քան կեսդարյա ծառայության ընթացքում մեր հայրենակիցը անցել է բոլոր ծառայողական աստիճաններով, շարքային նավաստուց մինչև ռուսական կայսրության նավատորմի ծովակալի եւ ծովակալության խորհրդի անդամի այդ ամենից բարձրագույն կոչումներին կամ պաշտոններին։ Հայորդիներ հաղորդաշարը այսօր հաղորդումը նվիրված է ծովակալ Լազար Սերեբրյակովին կամ ինչպես նրա իսկական անուն ազգանունն է Ղազար Արծաթագործյանին։ Մեր հաղորդման հյուրն է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը։ Բարի գալուս, պարոն Պետրոսյան, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Իսկ այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Սերեբրյակով Արծաթագործյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Ռուսաստանի կայսրության ծովակալ Լազար Սերեբրյակովը, Ղազար Արծաթագործյանը, ծնվել է 1792 թվականի մարտի 3-ին Ռուսաստանի Դաշնության Ղրիմի մարզի Ղարասուբազար, այժմ Բելոգորսկ քաղաքում։ Ավարտել է տեղի հայկական դպրոցը, Օդեսայի լիցեը, Նիկոլայի ռազմածովային դպրոցը։ 1828-ից 29 թվականների ռուս-թուրքական պատերազմում աչքի է ընկել Անապայի եւ Վառնայի գրավման ժամանակ։ Այդ լուրն անձամբ զեկուցել Նիկոլայ Առաջինին։ Եղել է Ռուսաստանի գլխավոր ծովային շտաբի պետի համհարս, նպաստել Կովկասյան ափերից թուրքերի վերջնական վտարմանը, եղել է թուրքական նավատորմի սարսափը, 1837 թվականից ծառայել է Սևծովյան առափնյա գծում, 1851 թվականից եղել դրա պետը, 1838 թվականին հիմնադրել է Նովորոսիյսկ քաղաքը եւ նավահանգիստը, մեծապես նպաստել է երկրամասի հայապահպանմանը, համագործակցելով Ներսես աշտարակեցի կաթողիկոսի հետ, Ղրիմի պատերազմի ժամանակ եղել է Սևծովի արևելյան ափի նավերի եւ զորքերի հրամանատար։ 1856 թվականին դարձել է նավատորմի ծովակալ եւ Ռուսաստանի ծովակալության խորհրդի անդամ։ Վախճանվել է 1862 թվականի փետրվարի 28-ին։ Թաղվել ծննդավայրի հայկական գերեզմանատանը։ 1955 թվականին Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովանես Իսակովի նախաձեռնությամբ աճյունը վերաթաղվել է Սևաստոպոլի եղբայրական գերեզմանատանը։ Պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով։ Նովորոսիյսկում նրա անունով բացվել է հուշահամալիր, անվանակոչվել Գլխավոր փողոցը։ Հայաստանի Հանրապետությունում թողարկվել է նամականիշ։ Պարոն Պետրոսյան, հասկանալիորեն խորհրդային տարիներին ցարական ծովակալի այդ ցարական ադմիրալի անունը ընդհանուր առմամբ պետք է մոռացության մատնվեր կամ համենայն դեպս ոչ այն աստիճանի գովազդվեր, հաշվի առնելով, որ վերջի վերջո նա ցարական բանակի կամ նավատորմի բարձրաստիճան սպա եղել։ Սակայն արդեն այժմ մեր բոլորիս պարտքն է այդ բացը լրացնել եւ մեր հայրենակիցներին ներկայացնել այնպիսի մի անվանի զորահրամանատարի ծովակալի, ինչպիսին Սերեբրյակով Արծաթագործյանն է։ Շնորհակալություն հրավերի համար եւ մի փոքրիկ պատմական էքսկուրս եւ հետո Սերեբրյակովի մասին։ Զինվորական բոլոր կոչումների գեներալ, մարշալ, գեներալիսիմուս հայրենիքը Ֆրանսիան է։ Եվ Ֆրանսիայից է այդ կոչումային համակարգը անցել Եվրոպային եւ հետո ամբողջ աշխարհին։ Ադմիրալ կոչումը բացառիկ արաբերեն բառից է ծագում ծովի տիրակալ։ Հայերն իհարկե դա վերածեցին ծովակալի եւ այս կոչումը շրջանառության մեջ դրեցին բյուզանդացիները։ Պատմականորեն ծով չունեցող Հայաստանը ես նկատի ունեմ Պատմականորեն ծովի ծով Հայաստան ենք եղել։ Ես նկատի ունեմ բարձր հայքը, որտեղ բարձր հայքն իրոք ծովային սահմաններ չունի։ Փոքր հայքն իհարկե ուներ այսօրվա ամբողջ ծովափի երկարությունը Վրաստանից մինչև Սինոպ փոքր հայքի տարածք էր։ Եվ ծովափ կար նաև միջերկրական ծովի ափին։ Նաև Կիլիկիայի ժամանակներում այդ ծովափը կար եւ ծովային նավատորմներ անշուշտ եղել են, թեև Կիլիկիայից մեզ հայտնի չի ծովային որևէ հրամանատարի անուն, թեև մենք գիտենք բանակի սպարապետներին, բայց ծովի հրամանատարներից տրամաբանական է, որ Կիլիկյան թագավորությունում ծովակալներ իհարկե եթե ունեցել են հզոր նավատորմ անպատճառ պիտի լինեին, բայց գոնե ես փաստ եմ։ Բյուզանդիայում
Մարիանոս Մամիկոնյանը 810 թվականին է ստացել ծովակալի կոչում։ Ալեք Մուշեղ Մամիկոնյանը 916 թվականին։ Նույն թվականին Ռոմանոսա Լակաբենոսը, որը նաև դարձավ կայսր, նույնպես ստացել է ծովակալի կոչում։ Եվ վերջինը Կոստանտին Դալաշն է, որը 1081 թվականին է ստացել ծովակալի կոչում։ Այս 4 հայերը բյուզանդական իրականությունից ստացել են ծովակալի կոչում։ Հաջորդները շատ ավելի են։ Բիրմայում Գրիգոր Մանուկյանն ու Սարգիս Մանուկյանն են ստացել ծովակալի կոչում։ Բրազիլիայում Նուբար Զավեն Պողոսյանն ու Ուբիարատ Քյոթուկյանը։ Իհարկե ձեր թվարկածների վաստակը չթերագնահատելով, ամենայն դեպս մեր Սերեբրյակովի հետ համեմատվելու չեն դրան։ Մեկ վարքյան, որտեղ յուրաքանչյուրը այդ երկրում եղել են նույնպիսի մեծության գործիչ։ Եգիպտոսում եղել են 2, Թուրքիայում 1, Իրանում 1980-ական թվականներին, այսինքն արդեն մեր օրերում ծովակալի կոչում են ստացել Սիրիուս Եղազարյանն ու Թովմաս Կիրակոսյանը։ Չիլիում Հերնան Կույունջյանը, որը հայ սփյուռք գրեթե բոլոր համաժողովներին մասնակցել է։ ԱՄՆ-ում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդպիսի կոչում ստացել է Ռոբերտ Իգնատիոսը կամ Պողոս Իգնատոսը։ Վերադառնանք պարոն Պետրոսյան, մեր այսօրվա հայրենակցին։ Խոսում ենք ծովակալների մասին։ Ռուսական իրականությունում եւ հաջորդ խորհրդային տարիներին ծովակալի կոչում ստացել են 30-ից ավելի ծովակալ, դերծովակալ, փոխծովակալ եւ ծովակալ։ Այսինքն Ռուսաստանի կայսրությունով եւ խորհրդային միությունով։ Կայսրության եւ խորհրդային միության օրոք։ 30-ից ավելը մեծ թիվ է բավականին պատկառազդու։ Ամենավերջին ծովակալի կոչումը ստացել է Ավակյան ազգանունով Խաղաղովկյանոսյան նավատորմի, այո, հրամանատար։ Որը այս պահին Խաղաղովկյանոսյան ռազմածովային նավատորմի հրամանատարն է։ Գանք մեր հերոսին։ Լազար Սերեբրյակովը կամ Ղազարոս իրականում հայկական արծաթագործյան ազգանունով անձը։ Սա ռազմական գործիչներից մեկն է, որին ներկայացնելու խնդիրը արդեն իր գործն է, ոչ թե անձամբ նույնիսկ իր անուն ազգանունը, այլ այն գործը, որ ինքն արել է։ 50 տարի ծառայել նավատորմում, որից 45 տարին Սևծովի ափին։ Եվ հիմնել թե գծային պաշտպանությունը Վրաստանի սահմանից մինչև Ղրիմի թերակղզի եւ հիմնադրել քաղաք, այսօրվա Նովորոսիիսկը ի վերջո նրա հիմնադրած քաղաքն է։ Սա թույլ է տալիս ասելու, որպես արդյունք, ինչպիսին պիտի լիներ նրա կերպարը իր ժամանակի մեջ։ Սա հայ մարդու, հայ գործչի, հայկական իրականության ծնունդ, Ղարասու բազարում ծնված անձը, որը Ղարասու բազարն էլ 12-րդ դարում մեր հայերի հիմնադրած քաղաքն է, այո։ Ղրիմի Ղարասու բազար քաղաքը ազնվական ծագումով կարողացավ մտնել նավատորմ, կատարեց եզակի քայլ, ռազմական ամենաներքին աստիճանից մինչև հիերարխիայի ամենաբարձր աստիճանը։ Սա է Լազար Սերեբրյակով Ղազարոս արծաթագործյան հայը։ Հաղորդման ընթացքում հնարավորության սահմաններում կաշխատենք նա գործունեության այդ առանցքային բոլոր փուլերին անդրադառնալ եւ պարոն Պետրոսյան սկսենք ռուս-թուրքական պատերազմից։ Բոլորին հայտնի, որ 1828-29 թվականի ռուս-թուրքական պատերազմը մեր ժողովրդի կյանքում ինչ ճակատագրական նշանակություն ունեցավ եւ այդ պատերազմին մեր հայրենակիցը իր շատ ակտիվ մասնակցություն ունեցավ, իհարկե արդեն նշեցիք Սևծովյան այդ նավատորմի կազմում եւ գրականության մեջ հանդիպեց այսպիսի մի մտքի, որ այն ժամանակ դեռ կարծեմ ծովակալ չէր։ Նա դեռ ծովակալի կոչում ստացավ, որ համարվում էր թուրքական նավատորմի սարսափը, որովհետեւ եղել են բազմաթիվ դեպքեր, որ ընդամենը մեկ նավով թուրքական մի քանի ընդ որում տեխնիկապես ավելի հագեցված նավեր է խորտակել։ Եվ դրան է գումարած Ղրիմի պատերազմում նույնպես ղեկավար դիրք ուներ, չէ՞, Սևծովյան նավատորմը։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նա 1828 թվականի պատերազմի օրերին արդեն նավի հրամանատար էր եւ նա շնորհվել էր դեր ծովակալի կոչում, այսինքն մեկ աստիճանով ցածր բարձրագույն աստիճանից։ Այն ժամանակ փոխ ծովակալ չկար, կար դեր ծովակալ եւ ծովակալ։ Նրա գործունեությունը իրոք
այդ ժամանակներում շատ կարևոր էր, որովհետև կարողացավ իր հրամանի տակ եղած փոքրիկ նավատորմիղով կասեցնել թուրքական ծովային բոլոր շարժերը, որոնք կարող էին ուղղվել թե դեպի լեռնականները եւ թե դեպի նոր ուժերի փոխադրումը փոքր Ասիայի այն հատվածը, որտեղից կարող էին նրանք թափանցել հյուսիսային Կովկաս կամ հարավային Կովկաս։ Հա, արդեն Անդրկովկասը կգային։ Նրանք եթե կարողանային նավատորմով զինվորներ տեղափոխել, կարող էր նաև ռազմական իրավիճակի փոփոխություն տեղի ունենալ։ Այս պահին շատ կարևոր էր նրա դերակատարությունը, որովհետև իրեն վստահված նավատորմիղով նա կարողացավ փակել այդ ուղին եւ թուրքերը ծովում առավելություն չստացան։ Բայց իհարկե նրա մեծագույն ծառայությունը պիտի համարել դրանից հետո 1831 թվականից սկսած գծային պաշտպանության հիմնումը Սև ծովի ափին։ Դա Վրաստանի սահմանից սկսած որոշակի ներկայիս Ադլերից մինչև Ղրիմի թերակղզի։ Մինչև Ղրիմի թերակղզի 5 պաշտպանական կետեր հիմնվեցին։ Իհարկե դա համաձայնեցվեց եւ այդ ժամանակի ներկայացուցիչների հետ, որոնք ռուսական իրականությունն էին ներկայացնում, իսկ դա նաև համաձայնեցվեց կայսեր հետ։ Նիկոլայ առաջինի հետ համաձայնեցվեց պաշտպանական այդ գծի ստեղծումը եւ 5 տարբեր տեղերում որոշակի հեռավորությամբ տրվեցին պաշտպանական կառույցների հիմքեր։ Սրանք փոքր կառույցներ էին, որոնք պիտի դիմագրավեին ապագա պատերազմում։ Դրա ասած այդ փոքրերը հետագայում դարձան քաղաքներ։ Ադլերը, Սոչին, Անապան, Նովորոսիսկին առանձին կանդրադառնանք։ Պիտի դառնային քաղաքներ, բայց այդ պահին փոքր պաշտպանական կետեր էին։ Եվ սրա շնորհիվ էր, որ ամբողջ այդ գծով ստեղծվեց պաշտպանական գոտի, այսինքն Սև ծովի այդ ամբողջ ափը պաշտպանական գոտի դարձավ։ Երբ սկսվեց արդեն ռուս-թուրքական Ղրիմի պատերազմը, այս պահին արդեն դժվարին էր այդ փոքր կետերի պաշտպանությունը եւ մանավանդ երբ որ անգլիացիներն ու ֆրանսիացիները թուրքերի կողմ անցան։ Արծաթագործյանի խնդրանքով ստացավ թույլտվություն այդ կետերը ապամոնտաժելու եւ տեղափոխելու մեկ տեղ։ Այդ մեկ տեղը Նովորոսիսկն էր, ապագա քաղաքը։ Այստեղ էր, որ ամբողջովին կենտրոնացվեցին ուժերը եւ երբ անգլիական նավատորմը հայտնվեց ծովում, արդեն տեսանելի հեռավորությամբ ու երբ մոտեցավ մոտ 1500 մետրի չափ ափին, մեկ ամբողջ օր ռմբակոծեցին պաշտպանական կետերը եւ առավոտյան, երբ արդեն մոտենում էին դեպի պաշտպանական կետերը, նրանց թվում էր, թե այլևս ոչինչ չի մնացել նախորդ օրվա ռմբակոծությունից հետո, սակայն իրականությունն այն էր, որ Սերեբրյակովը իրոք մտածել էր արտակարգ պաշտպանություն եւ երբ նավերը հասան մոտ 800 մետր հեռավորության ափից, սկսվեց նրանց ռմբակոծությունը եւ այդ նավերը հեռացան ու այս ճակատում այլևս որևէ ռազմական գործողություն տեղի չունեցավ։ Դուք քաղաքի մասին, Նովորոսիսկի մասին շատ տակեցիք, Նովորոսիսկի գլխավոր փողոցը, այդ Արափնյա նաբերեժնյա փողոցը հենց Սերեբրյակովի Արծաթագործյանի անունով է եւ դա, ինչպես ասենք, Երևանի դեմք համարում է Հանրապետության հրապարակը կամ օպերայի թատրոնի շենքը, այնպես է Նովորոսիսկի համար դա եւ հատկանշական է եւ հպարտությամբ պետք է նշենք, որ այդտեղ իր գլխավոր տեղն է զբաղեցնում նաև քաղաքի հիմնադիր ծովակալ Սերեբրյակով Արծաթագործյանի հուշարձանը կամ հուշահամալիրը։ Պարոն Պետրոսյան, Սերեբրյակովի մասին խոսելուց չենք կարող անդրադառնալ նաև լեռնականների հետ կապված նրա գործունեությանը ինչ առումով։ Արդեն նախորդ հաղորդումների ընթացքում մի շարք անգամներ շեշտել ենք, որ մեր հայրենակիցները, ովքեր ռազմական կամ քաղաքացիական բարձր պաշտոններ ունեցել Կովկասի մասշտաբով, բոլորն էլ միայն նրանք են կամ ամենից արդյունավետ հենց մեր հայերն են, հայրենակիցներն են կարողացել լեռնականների հետ
յոլա գնալ կամ լեռնականներին հանդարտեցնել, խելոքացնել։ Եվ այդ հանգամանքը վերաբերում է նաև Սերեբրյակովին։ Ինչ անշուշտ։ Անշուշտ, որովհետև եթե մենք նորից վերադառնանք Ղրիմի պատերազմին, ամբողջ խնդիրը Ղրիմի պատերազմի ժամանակ կայանում էր նրանում, որ թուրքական ուժերը փաստորեն փորձ, ոչ թե փորձ, այլ խնդիր ունեին իրականացնելու լեռնականների Շամիլի հետ անմիջական կապ։ Եթե դա հաջողվեր, կնշանակի Ռուսաստանը կորցնելու էր Հյուսիսային Կովկասը, գուցե ժամանակավոր, գուցե ընդհանրապես։ Հյուսիսային Կովկասը կորցնելով նաև Անդրկովկասը։ Եթե կորցներ Հյուսիսային Կովկասը, նրա համար նաև կորստաբեր կրներ դրանից հարավընկած տարածքներ։ Եվ հավանաբար այդ հանգամանքն են հաշվի առել, որ Կովկասում հենց ծովային կամ ցամաքային բարձրաստիճան դիրքերի միշտ հայերն են նշանակվել, Սերեբրյակովը, Արգույցյանը, մյուսները բոլոր դեպքերում, ասենք, արևմտյան եվրոպական ճակատում կամ Բալտիկ ծովում չեն եղել։ Հաշվին առել, որ այստեղ նրանք թուրքերի դեմ պիտի կռվեն, հայից է լավ թուրքի դեմ կռվող բոլոր դեպքերում խնդիրը մեկն է, որ այն խնդիրը, որ լեռնականների դեմ կարող են լեռնականները արդյունավետ պայքարել, հենց դա դերակատարություն է ունեցել, որտեղ եւ տվեցիկ անունը, եւ մեր հայրենակից երկայնաբազուկը, որը զորքերի հրամանատարներ Դաղստանում եւ ամբողջ Կովկասյան նույն այդ Ղրիմի պատերազմի ժամանակ Ձմեռային այդ պայմաններում կատարեց եզակի անցում Կովկասյան լեռներով եւ փակեց Սևծովի ափը, որպեսզի միացում տեղի չունենար թուրքական զորքերի։ Դե նրա հայրենակից Սերեբրյակովն է ծովն էր պաշտպանում, որպեսզի Արգույցյանին չարվածեն։ Նույնը արեց արդեն Լազար Սերեբրյակովը ծովի կողմից, այսինքն երկու շատ կարևոր անձինք ռուսական պատմության այդ փուլում կարողացան թե Սևծովը ափամերձ իր տարածքով, թե Հյուսիսային Կովկասը պաշտպանել։ Լեռնականների ինչ խոսք, լավ պատրաստված լեռնականների հարձակումներից։ Հայրենակիցների աջակցությունից միմյանց փոխաջակցությունից խոսեցինք։ Սերեբրյակով արծաթագործյանից 100 տարի հետո մեկ այլ հայրենակից Հովանես Իսակովը կամ Տեր Իսահակյանը դարձավ Խորհրդային Միության նավատորմի ծովակալ եւ 1955 թվականին ստուգեցի հատուկ այդ փաստը հենց Իսակովի նախաձեռնությամբ մինչև այդ Սերեբրյակովի անունը մոռացության էր մատնվել եւ կարելի է ընդհանրել որ իսկ ծովակալ դառնալուց հետո Իսակովի առաջին քայլերից մեկը հենց սա էր նախաձեռնությամբ Խարասուփազարի այդ գերեզմանատնից հանդիսավոր կամ պատվավոր կերպով նրա մարմինը տեղափոխվեց եւ հողին հանձնվեց այլ վայրում, որը այսօր հանդիսանում է Նովորոսիյսկի կարևորագույն մասերից մեկը։ Իսակովի համար Սերեբրյակովի կերպարը շատ բարձր էր նա գնահատում, կարծեմ այդ հատուկ գիրք էլ է ուսումնասիրություն է սկսել գրել։ Ուսումնասիրությունը սկսել էր, ցավոք չի ավարտել, բայց պատմվածք այդ թեմայով թողել է։ Դե գոնե այդ առումով մեր բախտը բերել է, որ 100 տարի հետո մեկ այլ հայրենակից արդեն Խորհրդային Միությունում է ծովակալ դարձել, ապա թե ոչ ձեր դիպուկ գնահատմամբ գուցեև նման պատվի, բարձր պատվի Սերեբրյակովը չարժանանար։ Թեպետ այդ միայն փողոցը կամ արձանը իմ կարծիքով բավարար չեն Սերեբրյակովի նման մեծության համար։ Այն ամենասկզբում ինչ ասացի, նրա գործն է իր հիշատակը։ Եթե այսօր Ռուսաստանը ունի Սևծովի այդ ափը, դա Սերեբրյակովի գործն է եւ իր հիշատակն է։ Կարող է նաեւ արձան չլինել, կարող է փողոց չկոչվել։ Իհարկե։ Նա Ռուսաստանի համար ապահովեց այդ տարածքի առանձնաշնորհը։ Եվ արդեն հաղորդմավերջում անդրադառնանք Սերեբրյակովի զուտ հայկական գործունեությանը, արդեն ասվեց, որ նրա ծննդավայր Ղարասուփազարը հենց
12-րդ դարից չէ Այո, կարծեմ։ Բնիկ հայկական քաղաք եղել։ Քաղաք էր հայերի հիմնած։ Նա ինքը լինելով ունենալով այդ մեծ պատասխանատու զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ չերքեզահայության, այսինքն այդ Հյուսային Կովկասի հայության պահպանությամբ էր անդրադառնում զբաղված էր, այլ նաև Նովորոսիիսկի հիմնումը հիմնականում իրականացրեց հայերի ձեռքով։ Նա թե Չերքեզիայից, թե այլ վայրերից, թե թուրքական տարածքից անցած Ղրիմում տեղավորված Տրապիզոնի հայ գաղթականներին, Տրապիզոնից գաղթած հայերին տեղավորեց Նովորոսիիսկ քաղաքում։ Փաստորեն կապ ուներ ու նամակագրություն ուներ Ներսես աշտարակեցու հետ։ Հիմնեց հոգևոր կենտրոն Նովորոսիիսկում։ Այսինքն այն ամենը, ինչ նա անում էր, նաև անում էր որպես ազգային գործիչ, որպես ազգի ներկայացուցիչ, եւ եթե այդ քաղաքում հիմնվելու տար պիտի լիներ, առաջերտին նա այդտեղ կարծեմ առևտրի եւ տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն է նպաստեց հայերի եւ հիմնականում նպաստեց, որ նրանք առևտրի մենաշնորհ ունենան։ Դե ինչ խոսք այն ժամանակ գաղթականի կարգավիճակ կամ ոչ այնքան էլ բարվոք վիճակում ապրողների համար դա բավականին մեծ այո աջակցություն էր։ Աջակցություն էր։ Մենք անպատճառ պիտի նկատի ունենանք նաև մի փաստ, որ մեր զորահրամանատարներից նա եզակի էր, որ որդիներ պիտի թողներ։ Ունենալով երկու որդի, երկուսն էլ նրա հետ մասնակցեցին Ղրիմի պատերազմին եւ ցավոք սրտի նրա որդիներից մեկը, իսկ երկուսն էլ ծովային կապիտան, առաջին աստիճանի կապիտաններ էին, այսինքն այսօրվա լեզվով եթե ասենք գնդապետներ էին։ Նրանցից մեկը Մարկոսը հենց պատերազմի ժամանակ էլ զոհվեց։ Կարծեմ հայտնի ծովակալ Նախիմովը շատ բարձր է գնահատել, չէ՞։ Այո, բարձր է գնահատել եւ նամակով երբ տեղեկացրել է Սերեբրյակովին որդու զոհվելու փաստը, նաեւ իր խորին ցավակցությունն է հայտնել այդ առիթով։ Այսինքն այդ պատերազմին նա տվեց ամեն ինչ եւ պիտի նկատի ունենալ, որ երբ նրան նշանակեցին ծովային խորհրդի անդամ, նա տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, իր գործունեության այդ մասը հիմնականում ծառայեցրեց ազգային խնդիրների իրագործմանը եւ մահից հետո էլ նրան չհուղարկավորեցին Սանկտ Պետերբուրգ։ Այլ Ղարասուբազարի հայկական գերեզմանատանը եկեղեցու։ Հայրենիք, իր հայրենիքը եւ հայրենի բնակավայրում էլ հուղարկավորեցին։ Պարոն Պետրոսյան, կրկին շնորհակալություն հաղորդմանը մասնակցելու ձեր պատրաստակամության համար։ Հարգելի բարեկամներ, այսօր ձեզ ներկայացրեցինք մոռացության մատնված եւս մեկ անվանի անուն մեր հայրենակիցներից միայն ինչքան տեղյակ եմ Լազար Սերեբրյակովը կամ Ղազարոս Արծաթագործյանն է, որ արժանացել է ռուսական կայսրության ամենից բարձրագույն ռազմածովային կոչմանը, ծովակալի կոչմանը եւ արդեն իմացաք, թե նա ինչ մեծ կարեւոր վաստակ ունի, ինչպես մարտական թուրքերի դեմ ուղղված մարտական գործողությունների, այնպես էլ կազմակերպչական, շինարարական, մասնավորապես Նովորոսիիսկ քաղաքի հիմնադրող եւ կառուցող եւ իհարկե ամենից կարեւորը, որ նա այդ ողջ գործունեության ընթացքում երբեք չի մոռացել իր հայրենիքը, ամեն մի հնարավոր բան արել է իր հայրենակիցներին եւ իր հայրենիքին աջակցելու համար։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր ծովակալ Լազար Սերեբրյակով Արծաթագործյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք հայորդիներին։